Բարի երեկո, Հետընտրական Հայաստան, այսօր մեր խոստացված առաջի եթերն է ընտրություններից հետո։ Ընտրություններից որոշ ժամանակ առաջ մենք եղել ենք լուռ, որպեսզի որևէ կերպ չխանգարենք որևէ կուսակցության ընտրվելու։ Որպեսզի հետո չասեն, որ այս ասեցին, այ հիմա ինչի եք ասում, առաջ ասեք։ Այ հիմա եկել է ժամանակը ասելու եւ ես հարց ունեմ մասնավորապես ձեզ Նիկոլ Փաշինյան, քանի որ դուք եք վարչապետ եւ մեծամասնությունը ընտրել է ձեզ, ունեմ մի քանի հարց։ Առաջի հարցը՝ երբ է սկսվելու իրական պայքարը կոռուպցիայի դեմ։ Ինչի եմ ասում իրական պայքարը, ես հիմա ձեզ կապացուցեմ, որ չկա պայքար կոռուպցիայի դեմ, չի եղել պայքար, եղել է պայքար անհատների դեմ, բայց սա ինձ համար խտրական մոտեցում է։ Կոռուպցիան կամ կա, կամ չկա։ Կիսաթղի չի լինում կոռուպցիան։ Եվ երկրորդը ուզում եմ հասկանամ, ինչու են նախաքննական մարմինները եւ իրավապահ համակարգը մեծ դիմակայում, այսինքն դիմադրություն են ցույց տալիս, երբ որ փաստված հաղորդումներ է ներկայացվում կոռուպցիոն հանցագործությունների մասին։ Եվ երրորդ հարցը, ինչը որ հանդիսացել է այս հաղորդումը նկարահանելու հիմք, դա այն է, որ իրական ընդդիմադիր դաշտ եղել է, թե սա եղել է պսևդո օպոզիցիա, որ սա հարցը, որը միայն ես չեմ ուղում, այսինքն բավականին օգտատերեր գրում են այս մեկը սենց, այն մեկը նենց, այն մեկը իրար հետ էր, այս մեկն իրար հետ էր, չեմ ուզում որևէ բամբասանքների եւ ասեկոսների տրվեմ, ես հիմա հարց եմ տալիս, Հայկ Մարությանը երբևէ եղել է անդիմություն, թե չէ։ Եթե հիմա ինչ-որ մեկ ասի այո, եւ Հայկ Մարության ինքն էլ ասի այո, ես փաստված կասեմ ոչ։ Եվ հիմա սկսվում է պատմությունը։ Ինքը կարող է մի փոքր երկար լինի, բայց ամեն դեպքում կարծում եմ ճիշտ կլինի լսելը մինչև վերջ։ 2021 թվականին Երևանի քաղաքապետարանի բյուջեի ուսումնասիրությունից, գիտեք, մենք սեփական հետաքննություններ ենք անցկացվում, պարզվել էին որոշ հանգամանքներ, որի վերաբերյալ մեր կազմակերպությունը 2021 թվականի հոկտեմբերի 29-ին, նայեք 21 թիվ, այսօր 26 թիվն է, Նիկոլ Փաշինյան 5 տարի առաջ ներկայացրել է հաղորդում հանցագործության վերաբերյալ առերևույթ կոռուպցիոն ռիսկեր Հայկ Մարության, տեղակալ խորհրդական եւ այլնի կողմից կատարված։ 21 թվից առ այսօր կազմակերպությունը պայքարել է։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, պարոն Փաշինյան, արդյոք ցանկացած քաղաքացուն, իրավագիտակից քաղաքացուն համակարգը պետք է ստեղծի խնդիրներ, որպեսզի մարդը մի ամիս, 2 ամիս, 3 ամիս, ընդ որում դա անձնական խնդիր չի, ես ոչ Հայկ Մարությանին անձնապես ճանաչել եմ, ոչ էլ ցանկություն եմ ունեցել ճանաչելու, այսինքն ես անձնական խնդիր չունեմ։ Բայց քանի որ կազմակերպության առաքելությունը կոռուպցիայի դեմ պայքարն է, փորձել ենք պայքարել կոռուպցիայի դեմ։ Հիմա հարց ձեզ, պարոն Փաշինյան, արդյոք դուք իրավաչափ եք համարում, որ իրավապահ համակարգը ամեն կերպ դիմակայում է ցանկացած կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ հաղորդման դեմ։ Դիցուք, հերթով անցնենք։ 29 հոկտեմբերի 2021 թիվ դեռ կար Արտուր Դավթյանը, լեգենդար, պատկերացնեք ինչեր ենք անցել, որ մի հաղորդում, որով գումարը ոչ թե պետքա վերադառնա Մարինա Պողոսյանի անձնական բյուջե, այլ պետքա վերադառնա ձեր ղեկավարած պետության բյուջե, պարոն Փաշինյան։ 5 տարի։ 21 թվականին ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին Արտուր Դավթյանին, դեռ հին օրենսգրքով ենք ներկայացնելով համայնքապատկան կազմակերպություններ, որոնք առերևույթ հափշտակում եւ յուրացնում են Հայաստանի Հանրապետության հարկատուների միջոցները, ես բլոգեր չեմ եւ ուղակի չեմ ասել, որին կցվել են փաստաթղթեր։
դոկումենտի։ Այսպես, բյուջեի ուսումնասիրությունից պարզվել է, որ 3 կազմակերպություններով նոր բարեկարգում ՓԲ, ձևավորում փակ բաժնետիրական ընկերություն և նոր աղբավայր փակ բաժնետիրական ընկերություն առերևույթ յուրացվել են 430,000 եվրոից ավել գումար պարոն Հայկ Մարությանի ղեկավարության տարիներին, երբ Հայկ Մարությանի խորհրդատունով խորհուրդներ ա տվել այս առումով, եղել է այժմյան դատավոր, Վերաքննիչ դատարանի դատավոր Ոմն Կարեն Համբարձումյան։ Հիմա հարց ա ծագում, 21 թվականին իմ կողմից տրված հաղորդումից հետո այս սուբյեկտը դարձել է Վերաքննիչ դատարանի դատավոր, քաղաքացիական Վերաքննիչ դատարանի դատավոր, իդեպ պարոն Փաշինյան, մի անձնավորություն, որ իր կյանքում դատական համակարգում երբևէ աշխատած չի եղել, մենք առանձին ենք անդրադառնալու, վերջինս աշխատել է ՎՏԲ բանկ, Կամուրջ, ՈՒՎԿ, Արչին բանկ, վերջը ֆինանսների էկոնոմիկայի նախարարություն երբևէ դատարանում դատավորի օգնական, առաջատյանի դատավոր աշխատելու փորձ չի ունեցել և 20 թվականին վերջինս մի անգամից վզլոտ առանց պասատկայի դեռևս վայրեջկը կարծում եմ դուք պետք է այդ հարցին անդրադառնաք, թե երբ է վայրեջք կատարել, դարձել է Վերաքննիչ դատարանի դատավոր և մեր ազգում ընդունված է, չէ, երբ որ մարդ են ճանապարհում, որդի են ճանապարհում, բանակ կամ բան, հետո մի բան դնում են, որ տանի։ Մեկը ուտելիք ա դնում, մեկը գումար ա դնում գրպանը, այս մարդը, երբ որ քաղաքապետարանը փորձել ա լքել, որպես Հայկ Մարությանի խորհրդական, այս մարդուն տրվել ա 1 միլիոն 800,000 դրամի պարգևավճար, նադարոգու, ճանապարհել են։ Էդ ինչ խորհուրդներ ա տվել, որ հարկատուների գումարներից ինձ որևէ մեկը չի հարցրել, արդյոք դու քո գումարները ուզում ես տաս, որ Կարեն Համբարձումյանին փառքով պատվով ճանապարհենք Վերաքննիչ քաղաքացիական դատարան Հայկ Մարությանի խորհրդականին։ Մեր տված հաղորդումը, որի շրջանակներում այս առերևույթ հանցագործություններ եղել է հարգելի դատավորի խորհուրդներ տալու, որպես քաղաքապետի խորհրդական, սա էլ քաղաքապետն է։ Վերաբերվել է այս կազմակերպություններին, նորից եմ կրկնում, մոտ 180 միլիոն 180 միլիոն 252 հազար դրամ հարկատուների միջոցներ, 180 միլիոն, 180 միլիոն, այսինքն դուք պատկերացնում եք, քանի սոցիալական ծրագիր կարելի էր իրականացնել և ինչ են արել այս քաղաքապետն ու իրեն խորհուրդներ տվող ֆինանսիստը, այժմյան դատավորը։ Եղել են կազմակերպություններ, նորից եմ կրկնում և հիմա այս հաստիքացուցակները կտամ, առաջինը անդրադառնանք նոր բարեկարգում փակ բաժնետիրական ընկերության, որը հաստատվել է, տեսա, 19/05/2020 թվականին հաստիքացուցակը բարեկարգում, այսինքն մարդիկ պետք է բարեկարգեն ինչ-որ մի բան, այս հաստիքացուցակով որևէ խոհանոց հնարավոր չի բարեկարգել, բայց իրանք ստացել են գումարներ, սա ոչ միայն յուրացում է, սա երևի թե հարկատուների փողերի լվացման կլասիկ օրինակ է, 21 թվին եմ տվել հաղորդում հանցագործության մասին, այս նոր բարեկարգումով, որ տենց լուրջ բարեկարգումով է զբաղված եղել է 3 հաստիկ, տնօրեն, չէ, 2 հաստիկ, տնօրեն մեկ է գլխավոր հաշվապահ, հիմա ես ուզում եմ հասկանամ, տնօրենը բահներ ձեռքը, հաշվապահը մուրճներ ձեռքը, տոմետներն փեշի տակ, ինչն էին բարեկարգում տնօրենն ու գլխավոր հաշվապահը պարոն Փաշինյան,
արդյոք հնարավոր է երկու հաստիքով անցկացնել բարեկարգման աշխատանքներ, շատ հետաքրքիր է, եւ այս մարդիկ ստացել են աշխատավարձներ, որը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում հասարակ մարդու, որը ոչ խորհրդական է եւ ապագա դատավոր, ոչ էլ որը որ քաղաքապետ է, աշխատավարձներ, տնօրենը ստացել է ամսական 300,000 աշխատավարձ, գլխավոր հաշվապահ ամսական 250,000 աշխատավարձ, այսինքն 425,000 դրամ ամսական մենք ուղակի ինչ-որ երկու անձանց փող ենք տվել։ Հիմա թե այս գումարները ուր են գնացել, պարոն Փաշինյան, դա ոչ ես կարող եմ ասել, ոչ էլ դուք։ Դա պետք է, դրա պատասխանը մենք 21 թվականին պետք է ստանայինք քննչական մարմիններից։ Նույն հաղորդման կից ներկայացվել է ձևավորում Փակ բաժնետիրական ընկերություն, ես չգիտեմ ինչն են ձևավորել, իրենց կանանց շորերը, իրանց բնակարանները, ինչն են ձևավորել, այստեղի հաստիկացուցակը նայեք, սա վիրավորանք չի, պարոն Կարեն Համբարձումյան, տնօրեն, փոխտնօրեն, տնօրենի օգնական, պահեստապետ, գլխավոր հաշվապահ, գանձապահ, վարորդ, բանվոր, պահակ։ Տնօրեն, տնօրենի օգնական, օգնականին օգնող, օգնականի կոշիկները կոճկող, օգնականին մանիկյուր քսող, օգնականին պիդիկյուր անող, դուք Հայաստանի հարկատուի գումարները այս կարգի եք լափում։ Աշխատավարձների 300,000, 270,000 ամսական եւ ընդամենը այս ամբողջ աշխատավարձները իրար հետ գալիս է, բնականաբար իրար գումարվում է եւ ստացվում է ահռելի թիվ։ Երրորդը Երևանի քաղաքապետարանի նոր աղբավայր ՓԲ, նոր աղբավայր։ Նայում ենք նոր աղբավայրում ովքեր են ստացել աղբավայրի գումարները։ Տնօրեն, աշխատանքները համակարգող, որ աշխատանքները համակարգող, թե տնօրենը գործից հետո տուն պետք է գնա, թե փարթի։ Ուզում եմ իմանամ, այդ որ աշխատանքներ են համակարգել։ Գլխավոր հաշվապահ, դե ոնց որ միշտ, իրավաբան, գործավար, հսկիչ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, սա ինչ է նշանակում, ամեն ամիս սրանց տրվել է 2,400,000 դրամ աշխատավարձ, պարոն Փաշինյան։ Սա իմ կողմից հրապարակվել է դեռ 21 թվականին եւ այս ամբողջի վերաբերյալ հաղորդում է ներկայացել հանցագործության մասին պարոն Դավթյանին, որից հետո բնականաբար սկսվել է այն դառն ու փոշոտ ճամփան, որ մենք սկսել ենք անցնել։ Հիմա ես ուզում եմ ձեզ ցույց տամ այս ամբողջ փաթեթը, որ վերաբերում, դուք պատկերացնեք հասարակ քաղաքացին տանջամահ կլինի, այ այսքան ես բողոքում եմ, որ գա ձեր ղեկավարած երկրի պետբյուջե փողը, այն որ ասում է, բայ իմ քարը որն էր ստեղ, երևի այսքան թուղթ մրոտելը եւ բոքսի պերչատկեքով դատախազության ու քննչական մարմինների եւ ոստիկանության հետ պայքար տալը։ Նայեք, սա առաջի փաստաթուղթներ ներկայացրեցի։ Դրանից հետո գալիս է երկրորդ փաստաթուղթը, հայտնում է, որ ձեր կողմից գլխավոր դատախազին էս ինչ, թողնվել են անհետևանք։ ԿՀԴՊՎ պետի տեղակալ Ռդավցյան, թողնվես անհետևանք։ Ընդհանրապես քո կյանքով մեկ որն է անհետևանք ԿՀԴՊՎ Դավթյան, այն որ 180 միլիոն փող են կերել, դու դա թողնում ես անհետևանք, ուրեմն պարոն Փաշինյան, պարզեք թե Ռդավցյանը ինչ հետաքրքրություն ունի։ Սա եղել է մի հատ մաֆիա, եւ եղել է մաֆիան որն է, մաֆիան երկու հոգին չեն, երբ որ նրանք սերտ աճում են իրավապահ համակարգին դեմ։ Երրորդ փաստաթուղթը, որ նորից է Մարինա Պողոսյանը դիմում Դավթյանին բողոքով, որ սա այս անհետևանքը, այս ինչ է անում պարոն Դավթյան, այս անհետևանք Ռդավցյանը, որին, չգիտեմ, կարող Արտուր Դավթյանի բարեկամն է պարոն անհետևանքը, ես չգիտեմ, որին
գլխավոր դատախազության ավագ դատախազ Կ Կարապետյանից ստանում ենք, որ լավ է անում։ Ինչ անում է, լավ է անում։ Անհետևանք է, չկա ստեղ հանցագործություն։ Դրանից հետո դիմում ենք Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական բաժին ինչ-որ Ապապյան, որը եւս գրում է, որ չէ, չկա ոչ մի բան, ինչի մասին է խոսքը, ինչ հանցագործություն եւ ունիկալ մտքեր է արտահայտել, ես կարծում եմ մեր իրավական միտքը, հիմա պետք է Հայաստանի պետական համալսարանում ուսումնասիրի, մասնավորապես որպես երացման հանցակազմի սուբյեկտ կարող է հանդես գալ այն անձը, ով ում վերապահվել է գույքի նկատմամբ որոշակի լիազորություններ, որոնց գործադրմամբ յուրացվել է վստահված գույքը, լուրջ Ապապյան։ Բա մարդ եթե քաղաքապետ է, այդ գործիքակազմը ունի, այն որ քեզ փայ չի տվել, ես բան չեմ կարող ասել դրա վերաբերյալ։ Ու մի խուրձ այլ կերպ ասած հաղորդում ներկայացված անձը ես հանցագործության մասին հաղորդման մեջ յուրացման մասին ենթադրություն է կատարել հիմնվելով միայն անհանգամանքին որ նոր բարեկարգում ՓԲ-ում արկային միան SSS։ Ուրեմն առանց ենթադրության ես ասում եմ որ Արա Պապյան դու կոռումպացված ես, պարոն Փաշինյան, Արա Պապյան, Դավթյան, դեն Արտուր Դավթյանը կոռուպցիայի թագակիրն է տարածաշրջանի, ոչ մենակ Հայաստանի, մենք դրան էլի ենք անցնելու ու դուք հիշում եք, պարոն Փաշինյան, իմ կողմից կազմակերպված միտինգները Արտուր Դավթյանին հեռացնելու, բայց դրանից հետո նորից ենք դիմում, սա արդեն եկանք 22 թիվ, 05 փետրվարի, պարոն Արտուր Դավթյանին, որից ստանում ենք նորից անմեղսունակ պատասխան, այս մենակ ես դες պատմում եմ մեզ բողոքները, հետո 22 թվականին մենք ասում են դուք կարող եք գիտեք դիմել, սա էլ բանն է ասում, կենտրոն և նորք մարաշ համայնքների դատախազությունը, այսինքն ես գործ անեմ, դուք փող ստանաք, հա, հələ մի հատ նայեք, քանի տեղ ենք բողոքել, ես վերջը պատմելու եմ, վերջը Հայկ Մարության դու, քո տեղակալները խորհրդական եւ այլն, ովքեր որ պարզվի, որ արել են, դուք պետք է արժանանաք որոշակի պատժի, եթե իհարկե 50 տարի էլ չտևի, վաղեմության ժամկետները չանցնի։ Սա էլ ինչ-որ ոմն ՊՎ Մարտիրոսյան է գրել, այսինքն սաղ աշխարհը կանգնել է, որ փրկի Հայկ Մարությանին, իր խորհրդականին եւ իր տեղակալին, որից հետո 22 թվականին դիմում ենք դատարան եւ իբարս դատարանի Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, այո, Վարդգես Սարգսյանի նախագահությամբ դատական ակտ է կայացվում, որ այո, սա պետք է դառնա նախաքննության առարկա, քննություն պիտի կատարվի, որ պարզվեն, ես եմ սուտ մատնություն արել, այս մարդն է կերել, այս մարդն է հովանավորել, թե այս երկուսը անմեղ են, մենք ենք մեղավոր։ Բայց դատախազությունը, պարոն Նիկոլ Փաշինյան, չի հանգստանում։ Այսինքն դատական ակտ է կայացվել հիմնավոր բերում է ոմն Հայկուհի Ղարիբյան, էլի մենք սրա մասին լիքը խոսացել ենք, սա բերում է բողոք, ասում է չէ, պետք չի որ Հայկ ինչ էր անում, Մարությանը հանգարց քրեական պատասխանատվության ենթարկվի։ Սա հասանք հոկտեմբեր 23 թիվ, հիմա հարց եմ տալիս, հələ այսքանը, այսինքն ես որպես Հայաստանի Հանրապետության հարկատու, դուք ինչ չեք վճարում, օպոզիցիան ինչ չի վճարում, ոչ մի պոզիցիա չի վճարում, ես ասում եմ, այդ գումարները մի թալանեք ձեր բարեկարգվող հաշվապահով ու տնորենի կոշիկի քուղերը կոճկողով, ձեր իրավապահ համակարգն ասում է քու գործը չի։ Ինչ անում է, լավ անում Հայկ Մարությանը։ Հիմա սա նորից եմ հարցնում պայքարա կոռուպցիայի դեմ, թե ինչ որ ձևական աչքակապություն է, ես չգիտեմ ով աչքակապող է, եւ ես ձեզ եմ հարցնում, դուք անընդմեջ ասում եք, որ այո,
սա նա ովքեր որ հանրային ֆոնդեր են յուրացրել, պետք է այդ մարդիկ կրեն պատասխանատվություն։ Ես ընդամենը հաղորդում տվող անձ եմ եւ կարծում եմ նորմալ իրավական համակարգի համար գտածո, որովհետեւ հաղորդումները ոչ թե տենց բլոգերային բտկտ տենց չի, տրվում է հստակ փաստերով, գումարային շարժերով։ Հիմա ես հարց եմ տալիս ձեզ, պարոն Փաշինյան, 5 տարի ինչ էր կատարվում, որովհետև 21 թվից դա իմ հետևողական պայքարի արդյունքն է, որ ես չհոգնեցի։ Ի վերջո պարզվում է, որ 24 թվին նախաձեռնվել է վարույթ, բայց մեզ իհարկե արձանագրություն չէ, մեկ էլ ես պատահական 24 թվականի հունվարի 17-ին ժամը 10:00 խնդրում ենք ներկայանաք այս Հայկ Մարությանով ու այս կոմփանիով ցուցմունք տալու։ Բնականաբար այս ամբողջը առած այն ծերունիներն ելում է, որ ցուպը ձեռքերը սենց քայլելով սար են բարձանում, վերջում դրոշ են դնում։ Սենց գնում եմ հասնում եմ ընդեղ ու ինչ որ տենց կիսա անհասկանալի մեկը, իսկի կոռուպցիոն հանցագործությունները մենք չունենք բարձր որակավորման քննիչներ կան, բայց քիչ են, նույնիսկ կենտրոնական ապարատում։ Վրացյանի վրա ինչ որ չգիտեմ ես իմ ով ցուցմունք ա վերցնում 21 թվին տրված հաղորդումը 24 թիվ։ Հիմա հարց եմ տալիս ձեզ, պարոն Փաշինյան։ Եթե դատարանը առաջացանի որոշել է, որ այո, սա պետքա քրեական վարույթ նախաձեռնվի։ Հետո դատախազ Հայկույ Ղարիբյանը վազելով բողոք է տանում, բողոքը վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից եւս մերժում է, սա ինչ նշանակում, որ կա, չէ՞ փաստ։ Բա հիմա ես ձեզ որպես երկրի ղեկավարի հարց եմ տալիս, ովքեր են Հայկ Մարությանի մեջքին կանգնած այս փաստերը կոծկողները, ովքեր եւ ինչու Հայկ Մարությանը դեռ իր շրջապատին խորհրդատուների եւ տեղակալների հետ չի գտնվում ճաղերի անդին։ Ինչու նախաքննություն չի կատարվել 5 տարի։ Եվ դուք պատկերացրեք մի հասարակ հարկատու, որը տալիս է հաղորդում, տեսնում է սրտացավ է իր երկրի համար, 3 տարի տանջամահ են անում թուղթը թղթի հետևից, որ մի հարկատուն իր երկրի համար կասի գիտես ինչ ուզում եք դուք էլ ձեր բյուջեն էլ, չէ, հարց եմ տալիս։ Եվ ինչի եմ հարց տալիս, սա օպոզիցիա է, թե պսևդո օպոզիցիա, որովհետև հաշվի առնելով, որ եթե այս մարդը իրականում լիներ ընդդիմադիր, ես իհարկե կուսակցական պատկանելությամբ չեմ գտնում, որ պետքա քրեական վարույթներ նախաձեռնվի, բայց այստեղ ստեղծվում է տպավորություն, որ ներկա իշխանությունները թևոթիկունք են կանել Հայկ Մարությանին, այլապես նույնիսկ վերջինս ոչ միայն չէր մասնակցի այս ընտրություններին, ձեզ ամենակոպիտ ձևով, հա, տեսել եք ինչ ռիլզեր անում, սա նշանակում է, որ ինքը այնքան վստահ է, որ իր վերաբերյալ այս քրեական վարույթները չեն քննվելու եւ ինքը մեղադրյալ աթոռին չի հայտնվելու, ինչը խոսում է նրա մասին, որ սա ինքը պսևդո օպոզիցիա է, ինքը ուղակի բանն է, այդ կարիկատուրնի ֆոն ապահովողն է, ընտրությունների վաղցից այդ չգիտեմ, չեմ կարա նույնիսկ ես այդ ժանրին անուն տամ։ Հիմա հարց եմ տալիս ձեզ, եւ ես որպես Հայաստանի Հանրապետության հարկատու սպասում եմ, չէ՞ որ եթե գործը քրեական վարույթը նախաձեռնվեր, այ մենք sense դիմադրության չարժանանայինք մինչև նախաձեռնելը 24 թվին, իհարկե կպարզվեր, միգուցե ես կլինեի մեղադրյալի աթոռին, միգուցե Կարեն Համբարձումյանը կլներ, այլ ոչ թե կլներ վերաքննիչ դատարանում դատավոր, միգուցե Հայկ Մարությանը կլիներ եւ չէր լինի ազատության մեջ եւ չէր դառնա օպոզիցիա։ Հիմա այդ հարցերը ինձ եւ շատերին բնականաբար հուզում է, որպեսզի մենք հասկանանք, իսկ ինչ տեղի ունեցավ, նրանից հետո, երբ որ մենք սկսեցինք 21 թվականի սեպտեմբերից անդադ այդ նոր բարեկարգումով եթերներ անել, Հայկ Մարությանը հասկացավ,
վատ իրավիճակում հայտնում, մեկ է դեկտեմբերին ինքը լուծարում է։ Մինչև դեկտեմբեր, բա իրան այս մեծ ֆինանսիստը այժմյան դատավորը խորհուրդ չէր տվել, որ չի կարելի հարկատուների հաշվին պահել։ Չէ, լուծարեց, որտեվ մեծ աղմուկ էր դուրս եկել մեր կազմակերպությունից։ Հիմա ես ձեզ, պարոն Փաշինյան, նորից եմ հարց տալիս, 430,000 եվրոյի յուրացումը ինչու են մարսում Հայկ Մարությանը, նրա շրջապատը, իսկ ավելին ինձ հետաքրքրում է, ինչու է իրավապահ համակարգը ուժեղ դիմադրություն ցույց տալիս եւ փեշերը տաբատների փեշերը, այնտեղ շրջազգեստ թաքնող քիչ կա, իրանց շալվարների փեշերը փռում Հայկ Մարությանի եւ Հայկ Մարությանի գործընկերների վրա։ Սա ինձ հետաքրքրում է ինչպես իրավապաշտպանի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Դուք կոչեր եք անում, որ հիմա բոլոր կոռումպացվածները, այո, այդ ձեր բոլոր նշած անուններով մենք ունենք տրված հաղորդումներ հանցագործության մասին եւ շուրջ 4-5 տարի պայքարում ենք, մինչեւ քրեական վարույթ նախաձեռնվի։ Ես խնդրում եմ, որպիսի թե ես, թե մնացած Հայաստանի Հանրապետության բնակիչները, որոնցից մեծ մասը իր քվեն տվելա ձեզ եւ տվելա քվեն հավատալով, որ դուք կոռուպցիային վերջ եք դնելու, որպիսի վերջ դնեք այս կոռուպցիային եւ ավելին։ Այդքան վտանգավոր չի Հայկ Մարությանը, ինչքան վերջինիս հովանավորող, այսինքն դրոպ հանցակցող դատախազները, քնչական մարմինների աշխատողները, ԿՀՏԲԳՎԲՎ-ները, այն եսի մինչեր էր գրել Ռդավցյանները, Ն Կիրակոսյանները, Արա էր ոնց որ Ապապյան, ինչ որ ոստիկանապետն ա եղել կենտրոնի, եւ այն ինչ որ այսօր ա կատարվում։ Եվ ինչի եմ այսօր խոսում, որտեվ ես այսօր այցելել եմ կենտրոնի քնչական բաժին, որպեսզի հասկանամ ինչ ա կատարվում, մոտավորապես սա գերազանցող մի հատ ինչ որ պապկա դրեցին առաջ, երկու հատ, այս մեր մնացածն էլ ունենք էլ այնտեղ, կարող ենք կշերքի նժարներին դնենք, տեսնենք ասին, մենք գործ ենք քննում, լուրջ, սա էլ հարկատուների միջոցների մեկ այլ մսխում է, ես ակնկալում եմ պատասխան, այսքանը, լավ մնացեք։